Շուրջ մեկ ամիս է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները գործադուլ են իրականացնում։ Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում եւ աշխատանքային պայմանների բարելավում։ Գործադուլ իրականացնողները Արմլուրի հետ զրույցում նշեցին, որ իրենց կատարած աշխատանքի դիմաց ստացած աշխատավարձը չի համապատասխանում իրենց կատարած աշխատանքի ծանրաբեռնվածությանը։ Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց, որ երբեմն էլ աշխատանքային ժամերից դուրս են աշխատանք կատարում, սակայն չեն վարձատրվում։ Բողոքի ակցիա նրանք շարունակելու են այնքան ժամանակ, մինչև իրենց խնդրին հստակ լուծում տրվի։ Առավել մանրամասները մեզ հայտնում է Հայաստանի Հանրապետության լեռնագործների, մետալուրգների եւ ոսկերիչների արհետակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ղեկավար Էդուարդ Փալևանյանը։ Ինչ իրավիճակ է, համառորեն լուրեր են տարածում Ախթալայի լեռնահարստացման հանգից, որ իրենք առաջարկել են հաշտեցման, առաջարկել են իրենց առաջարկությունները, որպեսզի աշխատողները իրենց պահանջները կատարվեն եւ գնան հաշտեցման, դա ակնհայտ չի համապատասխանում իրականությանը։ Մեղմ եմ ասում։ Իսկ ինչ որ կայանում է իրական հիմի այս պահերին, ասեմ ձեզ, մենք արդեն 3 օրով եւ դաժե կարամ ձեզ հրապարակեմ ու արկեմ այն մեր պահանջները, քանի որ ինձ վստահել են եւ դիմել են ճյուղային միությանը 52 աշխատողներ, ես այդ պահանջները 3 օրով Երևանից ուղարկել եմ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրենին, իրանց էլեկտրոնային հասցեին։ Ավել ասեմ, այդ առաջարկները ունեն փուլային տարբերակներ։ Առաջի տարբերակը մենք նշել ենք պահանջները աշխատողների, եթե դուք բավարարում եք, այս նույն վայրկյանին աշխատողները անցնում են իրենց աշխատանքի կատարմանը։ Երկրորդ փուլը դա հաշտեցման, եթե իրանք համաձայն չեն, դա հաշտեցման մենք հանձնաժողով ենք ստեղծում եւ այդ հաշտեցման հանձնաժողովը ոչ թե միայն վերահսկում է, այլ չափանիշներն է քննարկում, ինչը կարանք եւ կարանք բարելավենք աշխատողների եւ աշխատավարձային հարցը եւ ընդհանրապես աշխատանքի էական պայմանները մեր աշխատողների։ Քանի որ մենք առաջարկել ենք դա լրացուցիչ ձևով կոլեկտիվ պայմանագիրը կնքվի, որտեղ որ ամեն մի պահանջը կարգացոլվի աշխատողների եւ ամենագլխավորը իրենց կյանքի եւ առողջության անվտանգ պայմանների աշխատանքները իրականացնելը։ Նորից եմ կրկնում, որևէ մեկը, քանի որ եւ մարզպետարանից են ասում, որ մենք ուղղորդում ենք, ուզում ենք լեռնահարստացման կոմբինատը փակվի, դա ֆեյք է։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ լեռնահարստացման կոմբինատը Ախթալայի փակվի։ Մենք խնդրում ենք, որպեսզի մեր աշխատողները աղաչում ենք, խնդրում ենք եւ պահանջում ենք, որ մեր աշխատողները ունենան իրենց կյանքի համար եւ առողջության համար անվտանգ պայմաններ աշխատելու հանգում։ Այդ դա է գլխավորը։ Իսկ իրանք ասում են, որ մենք ուղղորդում ենք, որ հանքը փակվի։ Դուք հասկանում եք ինչ անհեթեթություն է։ Որ ասում եք անվտանգային խնդիրներ, ինչ պայմաններով եք դուք հիմա այդտեղ աշխատում, որ ձեր անվտանգությունը ապահովված չէ։ Իրենց խնդրեմ, տեսական մարմինը հեսա կմտնի, կտեսնի իշխանով ապահովված, որպեսզի ես, այսպես ասած, առանց ստուգված փաստերի չներկայանամ աշխատողների իրավունքները պաշտպանելու, այլ թող ռեալ հեսա տեսնեմ աշխատանքի տեսական մարմինը ինչ եզրակացություն է տալի եւ ընտրից ամեն ինչ պարզ է լինել։ Դուք եթե լսեք աշխատողները ոնց են ներկայացնում իրենց պայմանները, հավաստիացնում եմ ձեզ, այդ աշխատանքները ոչ թե պիտի բարելավվեն իրենց պայմանները, այլ անհապաղ պիտի դա պարտավորություն է լեռնահարստացման կոմբինատի ղեկավարության կողմից, որ այդ պայմանները իրենք անմիջապես ապահովեն։ Բացի դրանից, ոչ թե միայն աշխատավարձը բարձրացնել, այլ նաև լրացուցիչ ծավալը, որ տալիս են աշխատողներին, դա էլ վարձատրել։ Դա է մեր խնդրանքը։ Մենք չենք ասում եկեք փակեք։ Մենք ասում ենք ախպերյան, եկեք, խնդրում ենք ձեզ, աղաչում ենք եւ պահանջում ենք։ Այս պայմանները բարելավեք, աշխատողները ուզում են, որպեսզի դուք աշխատավարձը բարձրացրեք։
Հնարավոր եկեք հաշտեցման հանձնաժողով դուք հաշվարկեք, չնայած ես արդեն մի քանի ելույթ լսել եմ իրենց ներկայացուցիչը Արտալայի լեռնահարստացման կոմբինատի ներկայացուցիչը հաշվարկել են, որ 5-ից 10 միլիոն դրամ է, որպեսզի աշխատավարձը բարձրանա։ Մենք չենք ասում, եթե դուք աշխատում եք, այսպես ասած, վնասով, դա մեր խնդիրը չի, հենց աշխատեք, որ վնաս չլինի։ Բայց մենք ձեզ խնդրում ենք այն ծավալը, որ դուք տալիս եք աշխատողներին իրանք աշխատանքից դուրս պայմանագրից, աշխատանքային պայմանագրից դուրս, դա էլ վարձատրվի։ Իրանք չեն վարձատրում, ասում են ոչ, չենք վարձատրում, պիտի դա կատարեք անվճար, այսպես ասած, ծառայություններ։ Այն դա է մեր պահանջը։ Ձեր պահանջները ում եք ներկայացրել, ինչ են։ Բոլորին տեսչական մարմինները երեք առաջորդն եմ ուղարկել, այդ պահանջները բացին բողոքից, որ իրանք իմ բողոքով են, մեր միության բողոքով են եկել ստուգումները կատարելու եւ այս երեք ես ուղարկել եմ պահանջները եւ ըստ աշխատանքային օրենսգրքի այն պահանջները, որոնք որ մենք ուղարկել ենք գլխավոր տնօրենի լեռնահարստացման գլխավոր տնօրենի անունով։ Իդեպ ասեմ, ըստ օրենքի իրանք իրավունք չունեն խուսափելու այդ բանակցություններից։ Դա էլ իմացեք։ 7 օրվա ընթացքում իրանք պարտավոր են պատասխանել։ Ոչ աշխատողները իմ հետ միասին մենք չունենք, այսպես ասած, որևէ խնդիր անօրինական ինչ-որ գործողություններ անել մեկ, երկրորդն էլ մեր բողոքի ակցիան շարունակվելու է։